Տիկին Մանուկյան, դուք էլ այստեղ Ազատություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին գրությամբ շապիկով եք, այստեղ Ավետիք Չալաբյանի ազատությունը պահանջող քաղաքացիներ են, այս շղթան ինչպես կանգնեցնել, տեսանք, որ այս ամենով չավարտվեց, ձեր բնակարանը խուզարկեցին, Իշխան Սաղաթելյանի բնակարանն ու մեքենաները եւ այլն, Կարեն Սիմոնյանն է Գյումրիում բնակարանի խուզարկության ենթարկվել եւ այլն, ինչպես կանգնեցնել այս շղթան։ Մենք փաստացի հիմա հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, որ Նիկոլ Փաշինյանը, քանի որ լեգիտիմության ակնհայտ խնդիրներ ունի, փորձում է իր իշխանությունը ամրապնդել ռեպրեսիաների միջոցով եւ երեք մենք մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ էինք ակցիա իրականացնում, նաեւ հանդիպեցինք պաշտպանի հետ, ներկայացրեցինք մեր մտահոգությունները։ Այդ ակցիայի ժամանակ էլ ես ասացի, որ փաստորեն օր չկա, որ որևէ մեկի տուն չմտնեն, խոզարկություն չիրականացնեն, չկալանավորեն կամ չձերբակալեն, այսինքն այդպիսի բացառիկ օրեր մենք առաջիկայում չենք ունենա եւ գնալով այս ռեպրեսիաները շատանում են, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը որոշել է փոքրիկ Հիտլեր խաղալ եւ նացիստական ռեժիմ է ուզում հաստատել Հայաստանում։ Նաև պետք է հիշել, որ նացիստական այս ռեպրեսիաներն էլ միանգամից չեն հաստատվել, այդ ռեժիմը տեղի ունեցել այսպիսի փոքր ձերբակալություններով, հետապնդումներով ու քանի որ համատարած լռություն է տեղի ունեցել, այդ չարագործը կարողացել է ամրապնդել իր դիրքերը եւ թե վերջում ինչ տեղի ունեցավ, արդեն պատմությունից բոլորիս է հայտնի։ Հիմա այս միջազգային հանրության լռության ներքո դեսպանատների, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների, այս համատարած լռության ներքո կամ այսպես կողքից Նիկոլ Փաշինյանին սատարելու իրենց ջանքերի շնորհիվ մենք փաստորեն նոր փոքրիկ ֆյուրեր ենք ստանում, որովհետև իրենց համար ավելի կարևոր են ոչ թե ժողովրդավարական արժեքները, այլ այն, որ Նիկոլ Փաշինյանը դարձել է իրենց ձեռքին գործիք ընդդեմ Ռուսաստանի եւ Հայաստանը դարձրել է աշխարհաքաղաքական մանրադրամ։